Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես օրերս Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունների մասին ելույթների մի շարք ունեցա, որ այդպես շատ տարածվեց, մեծ արձագանք ստացավ Հայաստանից էլ, Սփյուռքից էլ եւ այլն, եւ իմ հիմնական ասելիքը հետեւյալն է, նախ հարց էր, թե Սփյուռքյան որ կառույցների հետ Հայաստանը պետք է աշխատի եւ որոնք են այն կառույցները, որոնք ներկայացնում են Սփյուռքը եւ ընդհանրապես արդյոք այն կառույցները, որոնք ասում են, թե իրենք ներկայացնում են Սփյուռքը, արդյոք դա այդպես է թե չէ, եւ որն է մեր դիրքորոշումը կամ որը պիտի լինի մեր դիրքորոշումը, եւ երկրորդը հայրենադարձության թեման էր, որ էլի չգիտեմ ինչի ալեկոծեց շատերի մտքերը, շատ པարզ բան էի ասում, որ մենք փոքր ազգ ենք եւ Հայաստանում եւ Սփյուռքում եւ պատմությունը ցույց է տվել, որ բնական սերնդափոխությամբ Սփյուռքյան որևէ գաղթօջախ չի մեծացել եւ հզորացել, միշտ Հայաստանից նորանոր արտագաղթի ալիքների հետևանքով է մեծացել եւ հզորացել եւ նույնն էլ հակառակը Հայաստանում էլ բնակչությունը գիտենք երկրորդ համաշխարհից հետո էլի Սփյուռքյան գաղթօջախներից ներգաղթի շնորհիվ էլի մեծ աճ ունեցավ։ Հիմա այս հարցերի վերաբերյալ որոնք են լինելու կառավարության մոտեցումները, արդյոք մենք հայրենադարձության որևէ ծրագիր խթանող պատրաստվում ենք իրականացնել թե ոչ, Սփյուռքի հետ ինչպես ենք աշխատելու, ում հետ ենք աշխատելու, այսպես ասած, որ հեռախոսահամարով ենք զանգելու Սփյուռքում այս կամ այն հարցը լուծելու կամ իրենցից օգնություն խնդրելու մեր պետական շահերին վերաբերող հարցերը լուծելու համար, որոնք են ձեր մոտեցումները, շնորհակալություն։ Իմ մոտեցումն այն է, որ Հայաստանը օգնություն չի խնդրելու։ Իմ մոտեցումն այն է, որ Սփյուռքի ոչ մի կազմակերպություն Սփյուռքը չի ներկայացնում, որովհետև ներկայացնել նշանակում է ներկայացուցչական ընտրական համակարգով ստանալ ներկայացնելու մանդատ։ Սփյուռքի բոլոր կազմակերպությունները առանց բացառության ներկայացնում են իրենց, որոնք այո, Սփյուռքի մի որոշակի սեգմենտի ներկայացուցիչ են, բայց չկա կազմակերպություն, որը ներկայացնում է Սփյուռքը։ Ավելին Սփյուռքի բոլոր կազմակերպությունները իրար հետ չեն ներկայացնում Սփյուռքը, որովհետև Սփյուռքի մեծ մասը 90% նվազագույնը Սփյուռքի կազմակերպչական ինստիտուցիոնալ կառույցներից դուրս են։ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է աշխատել Սփյուռքի բոլոր կազմակերպությունների հետ, բայց իր ռազմավարությունների իրականացման տրամաբանությամբ։ Սփյուռքը չի կարող լինել Հայաստանի մենթորը, բայց Հայաստանն էլ չի կարող լինել Սփյուռքի մենթորը։ Եվ մենք, այո, հատկապես մասնագիտական ցանցերի հետ համագործակցությամբ շատ շահագրգռված ենք։ Ուզում ենք մաքսիմալ մասնագիտական, փորձագիտական ներգրավվածություն ապահովել Սփյուռքի։ Եվ դրա կոնկրետ օրինակները կան։ Բայց Սփյուռքի որևէ կառույցի հետ հնարավոր չի համագործակցել տվյալ երկրի կառավարությունները շրջանցելով։ Հիմա օրինակ ասենք նույն Firebird-ի ծրագիրը Սփյուռքի ներկայացուցիչները շատ մեծ ներգրավվածություն ունեն։ Բայց այդ ծրագիրը հնարավոր չէր իրականացնել առանց Հայաստան, Միացյալ Նահանգներ միջպետական հարաբերություններում կոնկրետ իրադրություն եւ ապահովելու։ Բացառված էր։ Չհնարավոր չէր դա իրականացնել։ Եվ մենք այսօր նախկինում մեր իսկ որդեգրած նարատիվներից մենք հրաժարվել ենք։ Երբ որ կոնտեքստն էր, որ Հայաստանի իրականում գիտեք ինչ, մի հատ մեծ մոլորություն կա։ Մեզ թվացել է, թե Սփյուռքը մի համակարգ է, որը Հայաստանը պետք է օգտագործի իր շահերը առաջ մղելու համար։ Դառը իրականությունն է, որ իրականում Սփյուռքը մի համակարգ է, որ Սփյուռք ընկալ երկրները օգտագործում են Հայաստանում իրենց շահերը առաջ մղելու համար։ Եվ մենք պետք է այս առերեսվենք, որովհետև այդ մարդիկ այդ երկրի քաղաքացի են, այդ երկրի հարկատու են, ընդդատյա են այդ երկրից, այդ ոնց։ Այսինքն որևէ մեկը ուզում է ասի, որ որևէ մեկը իր քաղաքացիության երկրում
գործելու է Հայաստանի շահերից, չի կարող այդպիսի բան լինի։ Արձագանք Ձեր ասած այս հանգամանքները հենց նկատի ունենալով էր, որ ես առաջ քաշեցի այդ հարցերը եւ այդտեղից էր, որ ինձ մոտ շատ բնական եզրակացություն ծագեց, որ այդ դեպքում միգուցե նրանց Հայաստան, այսպես ասենք, չասեմ բերելով, բայց հրավիրելով, նպաստելով նրանց տեղափոխվելուն, բնակվելուն, հետո քաղաքացիություն ստանալուն, Հայաստանում հարկատու եւ արժեք ստեղծող դառնալուն եւ արդեն հետո նոր պետությանը պահանջներ ներկայացնելու հնարավորություն ունենալուն։ Այս շղթային վերաբերող մենք ունենք որոշակի, եթե չասեմ ռազմավարություն, ապա գոնե ուրվագծվող ծրագրեր։ Պարոն Եղոյան, մենք երկար խոսել ենք հայրենադարձության մասին, 18 թվականից հետո դրանից առաջ է խոսակցություն եղել, բայց հայրենադարձություն տեղի չի ունեցել։ Բայց մեկ էլ 2025 թվականից հայրենադարձությունը սկսվել է։ Այսօր հայրենադարձությունը սկսվել է։ Որովհետև երբ որ կա խաղաղություն եւ կայունություն, դրանից ավելի մեծ հայրենադարձության ծրագիր չկա, որովհետև արտագաղթած մարդկանց մի զգալի մասը արտագաղթել է հենց պատերազմի պատճառով, կոնֆլիկտի պատճառով, հնարավորությունների սահմանափակ լինելու պատճառով։ Այսօր մենք իրականացնում ենք հայրենադարձության ծրագիր առանց վերնագրեր հրապարակելու։ Եվ արդեն 2026 թվականի առաջին կեսն էլ ցույց է տալիս, նախկինում 2025-ին էլ իմիջայլոց առաջին կեսը տարվա արտագաղթային միտումներ է ցույց տվել եւ երկրորդ կեսում որ դա կանգնել է դեռ մի բան էլ հակադարձ process է սկսել իսկ այս տարի արդեն առաջին կեսից ներգաղթի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին է խոսքը վերադարձի տեսանելի process է սկսված